Իջևանում ծափերով են դիմավորում Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եզակի է դառնում սիմվոլ է մեզ համար, որովհետև Արցախի մնացած փոքր նախագահները այս բանը դիտում են Բաքվի բանտում եւ այդ առումով ավելի մեծ կշիռ է ստանում մեզ համար, որովհետև Արցախը կորզված է, Արցախի նկատմամբ պատմության նկատմամբ աննախադեպ գրոհ գնացել եւ հիմա յուրահատուկ սիմվոլ է այդ առումով մեզ համար։ Խնդրում եմ նմանորեն Արցախին Միասին պետք է պայքարել Չարիքի իշխանությունից ազատվելու համար, ասում են Հայաստան դաշինքի անդամները։ Իսկ ինչ է արել այդ Չարիքի իշխանությունը։ Երկրորդ նախագահը առաջարկում է թարմացնել հիշողությունը։ Ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է։ Եվ միգուցե այդ ցավը հիշեցնելով մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը։ Հայրենիքի կորուստ 5000 զոհ, գերիներ, անհետ կորածներ, նվաստացած պետականություն ու պարտված իշխանություն, որ իրավունք չունի վերարտադրվելու, համոզված է Ռոբերտ Քոչարյանը։ Բանակը քայքայել է 18 թվականից սկսած, փչացրեց հավաքությունները մեր դաշնակցի։ Բայց գինը այդ սխալների համար դրել է մեր ժողովուրդը։ Բազմաթիվ զոհերով, վիրավորներով եւ առսկայի կորստիով։ Եվ այդ հիմարությունների, այդ սխալների դեղինակը ոչ թե գին չի դվել, դրին է ստացել, ժողովուրդ է։ 21 թվականին ընտրվել են, նորից ընտրվել է վարչապետ։ Ռոբերտ Քոչարյանը նկատում է, աղետներից հետո էլ Փաշինյանը խելքից չի գալիս, ուրեմն կամ հետևություններ չի անում, կամ որ ավելի վտանգավոր է, Հայաստանը մինչև վերջ ոչնչացնելու ծրագիր է իրականացնում։ Նույնն է կատարվում, նույն սխալները։ Ինքը նաև համարում է, որ ինքը մանդատ է ստացել այդ ավերիչ գործը շարունակելու համար։ Մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար։ Միայնակ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմի։ Պատմությունը կրկնվում է։ Տարիներ առաջ Փաշինյանը ճոխ սելֆիներ էր անում Սուերի հետ, որ գնել էր առանց հրթիռների, որ անպետք էին եղել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա Փաշինյանը հպարտանում է ֆրանսիական հրետանիով։ Գնում են զենքեր, որոնք չէին կարողանալ ագործել։ Ֆրանսիական հրետանի է, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի, որի մետաղում մի վարչապետ ունենք այս երկրում, որ այդ մեխը վերցրած, մանա գալիս թե որտեղ մի վազել կար։ Ինքիրը նամիչ է, որ այդ հոսանք իրեն չէ խախում, ժողովուրդ իրան։ Այս մեխը վերցրած, վազետանելի մեջ, կցում, այդ հոսանքը ժողովուրդ իրան արես։ Զոհերով, վիրավորներով, տարածքային կորուստներով։ Հիմա իմ առաջարկը ինչն է։ Այդ մեխը ձեռից վերցնել գորը։ Եվ այդ մեխը ձեռից վերցնելու տարբերակը մեկն է։ Հունիսի 7-ին հրավիրել 17-ի համար։ Սա 25 օրվա կյանք է մնացել Փաշինյանի իշխանությանը, համոզված են Հայաստան դաշինքի անդամները։ Սրանք պետք է վախենան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացուց, որովհետև սրանք հայրենիք են հասնել, սրանք 5000 մարդու կյանք են խլել, սրանք նույն Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքներ են հասնել։ Իրանք պետք է վախենան ու ամեն անգամ գլուխները բարձին տնելուց առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այլ ոչ թե քաղաքացիները դրանցից։ Որևէ իշխանություն եւ որևէ ռեժիմ հավերժ չի, հատկապես սրանք, որ ընդամենը 20-25 օր կյանք մնաց։ Պետք չէ վախենալ մի մարդուց, որ ընդամենը բառեր արտասանել է սովորել ու գլուխ է գովում։ Ագնես Ախամոյանը Փաշինյանի տեսանյութերն է հիշեցնում, որտեղ նա կարծես փորձում էր հպարտանալ, թե կարող է առանց վրիպակի արտասանել բազմավանկ բառեր։ Հուսով եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը նույն վարպետությամբ կարողանում է նաև
նախադասություններ ապասում է։ Գիտի բարերը հայերեն, գիտի նաև նախադասություններ կազմել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կարա ասի, այև դուրս հանի զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մեկ օրինակ կարա ասի, այև քո պահանջով Հայաստանը սահմանադրություն չի փոխելու։ Երկու Երբ Ռուբեն Հուբինյանը ասում է մեր տեխնացուն խոսել գիտի, գրել գիտի, կարդալ գիտի, իսկում այդ ցանկը չեն շարունակում։ Խոսել գիտի, Նիկոլ Փաշինյանը գրել գիտի, կարդալ գիտի, հանձնել գիտի, կապիտուլյացիա ստորագրել գիտի, մանիպուլյացիա անել գիտի, ստել գիտի, ձեզ պատերազմով վախեցնել գիտի, ամբողջ ցանկը հրապարակեք, էլի, թե գրել կարդալը չեք զարմացնի իրականում։ Վրիպակներ կարող են ունենալ բոլորը, սարսափելի են կյանքեր արժեցող վրիպակները, ընդգծում է Խամոյանը։ Քաղաքական դաշտի ամենամեծ վրիպակը Նիկոլ Փաշինյանն է, եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք այդ վրիպակը բոլորով միասին սրբագրելու ենք։ Միասին Հաջողության հասնելու համար ջանքեր են պետք, վստահ է երկրորդ նախագահը։ Ցավոք այս մի քանի տարվա ընթացքում Հայաստանում կառավարությունը միայն մի կողմի վրա է ջանքեր գործադրում, թշնամություն։ Մենք ընտրվելու դեպքում անելու ենք ամեն ինչ, որ այդ միասնությունը կայանի։ Շնորհակալություն ջեր։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։